Ողջույն իմ փոքրիկ ընկեր։ Այսօր ուզում եմ խոսել մի կարևոր թեմայի մասին, որը վերաբերվում է հենց քեզ, քո անվտանգությանը առցանց խաղերում։ Համոզված եմ, դու սիրում ես խաղալ առցանց խաղալ, շփվել այլ խաղացողների հետ, թիմ կազմել, տոնել հաղթանակներ կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել։ Բայց պետք է հիշել մի կարևոր բան՝ խաղի մեջ ոչ բոլոր խաղացողներն են լավը։ Ներկայիս խաղերը ոչ միայն զվարճանք են, այլ նաև շփման վայր, որտեղ կարող ես խաղընկերներիդ գրել հաղորդագրություններ, նույնիսկ ձայնային կապ ունենալ։ Շփման ընթացքում կարող է պատահել, որ քեզ գրի ինչ-որ մեկը, ով կասի՝ ես էլ եմ քո տարիքին, կամ կփորձի դառնալ քո լավ ընկերը շատ արագ։ Երբեմն նման մարդիկ ուզում են վստահություն ձեռք բերել, նպատակ ունենալով հետագայում կատարել չար արարքներ։ Ուստի շատ կարևոր է, որ դու զգույշ լինես, եւ եթե ինչ-որ մեկը շատ արագ ուզում է դառնալ քո լավ ընկերը, խնդրում է, որ ոչ մեկին չասես ձեր խոսակցությունների մասին, հարցնում է քո անունը, դպրոցը, հասցեն կամ հեռախոսահամարը, ուղարկում է կասկածելի հղումներ կամ ֆայլեր, խնդրում է քեզ ուղարկել քո նկարները, ցանկանում հանդիպել քեզ հետ իրական կյանքում, հիշիր, քո անձնական տեղեկությունները քոնն են եւ դու պարտավոր չես դրանք տալ անծանոթ մարդկանց, նույնիսկ եթե նրանք շատ ընկերասեր են թվում։ Եթե երբևէ խաղային հարթակում ինչ-որ բան քեզ անհարմար է զգացնել տալիս, պարզապես դադարեցրու շփումը եւ դիմիր ծնողիդ կամ վստահելի մեծահասակին։ Դու միշտ կարող ես խոսել այդ մասին։ Դա ճիշտ է եւ դա ուժեղ լինելու նշան է, ոչ թե հակառակը։ Խաղերը պետք է լինեն զվարճալի եւ անվտանգ, իսկ անվտանգությունը սկսում է հենց քո փոքր, բայց կարևոր որոշումներից։